Մեր նամակը ՀՀ գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանին։ Մենք ուսուցիչներս, ծնողներս, դասընկերներս եւ պարզապես քաղաքացիներս դիմում ենք ձեզ մեծ ցավով եւ անհանգստությամբ։ Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է եւ այս պահին նա գտնվում է հիվանդանոցում։ Նրա կյանքը եւ առողջությունը իրական վտանգի մեջ են եւ բժիշկների մշտական հսկողության կարիք ունեն։ Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր եւ անհանգամանչափ միջոց։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնային պետք է լինի մարդու կյանքի եւ առողջության պաշտպանությունը։ Դավիթ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է, որ մշտապես աչքի է ընկել իր դրական վարքով, կրթության նկատմամբ լրջությամբ եւ շրջապատի հանդեպ հարգանքով։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը մեծ անհանգստություն է առաջացրել ինչպես դպրոցական համայնքում, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում։ Մենք համոզված ենք, որ Դավիթ Մինասյանը հանրային վտանգ չի կարող ներկայացնել եւ արժանի է արդար ու մարդասիրական վերաբերմունքի։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված կալանքի միջոցը եւ նպաստել նրա ազատ արձակմանը, հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը եւ ապահովելով արդարության եւ իրավականության սկզբունքների պահպանումը։ Վստահ ենք, որ ձեր կողմից կընդունվի արդար եւ մարդասիրական որոշում, քանի որ արդարադատությունը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի տառով, այլև խղճի մտոք։ Հարգանքներով Դավիթի ուսուցիչներ, ծնողներ, դասընկերներ, հասարակության ներկայացուցիչներ։ Մարիա, դուք մեկ անգամ եք այստեղ բողոքի ակցիա իրականացրել դատախազության մոտ օրեր առաջ։ Որևէ արձագանք եղավ դատախազությունից եւ հիմա ինչ սպասելիքներ ունեք։ Աննա Վարդապետյանը արդյոք հաշվի կառնի հայտարարությունը։ Մենք հույս ունենք, որ հաշվի կառնի եւ դե եթե արձագանք լիներ, հնարավոր է կրկին այստեղ չենք հավաքվի։ Դրա համար դե հույս ունենանք ամեն դեպքում։ Ըստ այդմ այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում նաև նամակից, որը հանձնել ենք մարդու իրավունքների պաշտպանին, բայց դե ոչ միտեղից դեռ արձագանք չենք ստացել։ Իսկ այս ընթացքում կարողացել եք տեսակցել Դավիթին։ Ոչ, դրա տեսակցությունները անգամ իր ծնողների համար արգելվում է։ Եվ հեռախոսային նոցեր կապը նաև նույնպես, միայն փաստաբանները կարող են տեսակցել։ Իսկ ներողություն այդ նամակի մեջ դպրոցի տնօրենի ստորագրությունը կամ միացումը ևս առկա է, թե միայն ուսուցչական կազմը միացել։ Դե Նոմինացիոն չկար։ Միայն ուսուցիչներն ու աշակերտներն են։ դեռևս այո, հնարավոր է։